2025-ին պետական եկամուտների կոմիտեն ցուցանիշների զգալի աճ է գրանցել գրեթե բոլոր ուղղություններով։ Տարին ամփոփում է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Հարկվճարողների հետ միասին պետական եկամուտների կոմիտեն ապահովել է զգալի եկամուտներ ու պետական տուրքեր։ Նախորդ 2024 թվականի համեմատ այն ավելացել է ավելի քան 14%-ով։ 25 թվականին գրեթե ամբողջ տարվա ընթացքում երկնիշ բարձր աճեր ապահովեցինք մեր հարկվճարողների հետ մեկտեղ եւ արդյունքում 25 թվականին ունեցանք 14%-անոց հարկային եկամուտների աճ կամ 334 միլիարդ դրամով եւ արդյունքում պետական բյուջե մուտք եղավ 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ հարկային եկամուտներ եւ տուրքեր։ Հարկային եկամուտների ավելացումները զգալի կարագանան, ներկայացնում է Էդուարդ Հակոբյանը։ Եթե օրինակ անցած տարվա ցուցանիշը նայեք, թե հունվարին ինչքան աճ ենք ունեցել, 30%-ից ավել աճեր էր եղել եւ դրա վրա շարունակել 8%-ով աճելը բավական մեծ առաջընթաց է։ Ավելին ասեմ, մեր եթե վերադարձներին նայեք, 20%-ից ավել վերադարձների աճ ենք ունեցել հունվարին, բայց պետք է նկատի ունենանք, որ առաջիկա ամիսներին արագացման միտում է ունենալու հարկային եկամուտների աճերը։ Մի պարզ օրինակ գործոն կա, որը Զանգեզուրի պղնձամոլիներային կոմբինատի հետ էր կապված, երբ որ ռոյալթիի հետ կապված էական մեծ ճշգրտում եղավ։ Միայն այդ գործոնը էապես արագացնելու է։ Ավելի քան 361 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել։ ՊԵԿ նախագահը ստվերային շրջանառությամբ աչքի ընկնող ոլորտներն է առանձնացնում։ Մենք ավանդաբար երկու խոշոր ոլորտ ունենք, որոնք աչքի են ընկնում ստվերի մեծ ցուցանիշներով՝ շինարարություն եւ առևտուր ընդհանրապես, բայց նաեւ նշեցի օրինակ երկու կարևոր հետաքրքիր ոլորտներ, որոնք երբևիցե մեր աշխում տենց շատ ակնառու չէին ընկել, բայց 25 թվականին ընկան, խոսքը օրինակ սպորտային ակումբների մասին էր, դեղատների մասին էր, դրանք ոնց որ կարելի ասել ավելացան նաեւ մեր ցանկում։ Ընդդիմության մտադրությանը, թե փոքր բիզնեսները պետք է ազատվեն հարկերից, իրատեսական չէ։ Մասնագիտորեն է բացատրում ՊԵԿ նախագահը։ Հորդորս նակելներ ընդհանրապես քաղաքական գործիչներին, որ մենք խոսեինք դրա ցանկացած թիրախ դնելուց առաջ կամ արտահայտվելուց առաջ դրա հիմքում ընկած հիմնավորումներին, որոնք թույլ կտային կառուցողական քննարկումներ բացել։ 0% հարկը անընդունելի է ցանկացած իրավիճակում։ Եվ իմ կարծիքով ցանկացած մարդ ինչ որ չափով պետք է մասնակցի պետության եւ պետականաշինությանը եւ պետության կայացմանը։ Մարդիկ այդ փոքր ներդրումը նույնիսկ անելով իրենք ավելի պահանջատեր են դառնում ու կարող են պետությունից ակնկալել բազմաթիվ այլ ավելի մեծ աջակցություններ, որոնք այլ հավասար պայմաններում չէին կարող եւ իրենց սեփականատերը զգալ իրենց երկրի։ Պետական եկամուտների կոմիտեն հարկատեսակներ չի թիրախավորում։ Խնդիրը ռիսկային գոտում գտնվող տնտեսվարողների մեջ է։ Համալիր ստուգումների մասին ենք խոսում, մենք ամեն տարի ընդ որում դրանց մոտ 30%-ը արհեստական բանականության գործիքակազմով ձևավորում ենք ինչ-որ ռիսկերով ցուցակներ, որոնք թույլ են տալիս մեզ թիրախային աշխատել։ Թե թիրախային աշխատանքի ընթացքում ինչ հարկատեսակով խախտումը կհայտնաբերվի, դա արդեն այլ հարց է։ Կամ օրինակ վերլուծական գործիք ենք դնում ռիսկերը բացահայտելու, ելի հասկանում ենք տվյալ հարկվճարողը ինչ ռիսկեր ունի եւ չենք թիրախավորում կոնկրետ հարկատեսակը։ Բայց իհարկե ունենք օրինակ դրվագներ, որ եթե օրինակ ֆիզիկական անձանց եկամուտների վերլուծության մասին ենք խոսում կամ օրինակ չգրանցված աշխատողների բացահայտման մասին ենք խոսում, դրանք անուղղակի իրենց հետևանքը ունեն օրինակ եկամտային հարկի վճարման տեսանկյունից։ 2026-ին թոշակառուները պետք է հայտարարագրվեն, նոր ավելի պարզեցված համակարգ կգործի։ Այս տարի թոշակառուներն են հայտարարագրում եւ մենք խնդիր ենք դրել նոր համակարգ ունենալ նախ։ Դրա մասով նշեմ, որ հիմա մրցույթը հայտարարված է, դիմողներ կան կազմակերպություններ, հիմա գնահատման գործընթաց է գնում եւ դա թույլ կտա ունենալ մի նոր համակարգ, որտեղ մենք նաեւ նախատեսում ենք կարևոր ռեֆորմ, որ մեր համակարգը միացած կլինի համապատասխան համակարգերին, որտեղից ավտոմատ տեղեկատվություն կստանանք նպաստների եւ կենսաթոշակների մասին։ Արդյոք Ադրբեջանից եկող բեռները կմաքսազերծվեն։ Հարցին անդրադառնում է ՊԵԿ նախագահը։ Նախ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մաքսային ծառայությունը գործելու է եւ դուք գիտեք, որ մենք Եվրասիական տնտեսական միության մեջ ենք եւ գործում է Եվրասիական տնտեսական միության իրավական համակարգը ամբողջությամբ մաքսային եւ դրանք տարածվում են նաեւ այս դեպքում ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն ըստ մեր առաջիկի սեմեկի ընթացքում, որը միանալու է այդ կենտրոնը ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները։ Այսինքն բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով
եւ այդ համակարգը կամ վերլուծողի կամ արհեստական բանականության գործիքով ապագայում վերլուծելու է եւ այդ թիրախները ընտրի, թե ինչն է պետք զննել։ Անդրադառնալով կրիպտոարժույթների թեմային Էդուարդ Հակոբյանն ընդգծում է, այստեղ եւս խստացումներ կլինեն։ Գեներացվող եկամուտը, օրինակ բորսաներում ենթադրենք աշխատանքը կամ ունենք համապատասխան կետեր, որտեղ փոխանակումներ են իրականացնում, այդ փոխանակման արդյունքում գումարներ են աշխատում, եկամուտներ, դրանք հարկման ենթակա են։ Հիմա այս տարվա մեր գործողությունները այդ ուղղությամբ գիտեք, որ այս պահին կարգավորումներ կան ուժի մեջ, խոսքը հատկապես անկանխիկ գործակների մասին օրենքին է վերաբերվում եւ մի պահանջի, որով համապատասխան սուբյեկտները կրիպտոարժույթների, այսպես ասած, փոխանակման կետերը պետք է գրանցվեն կենտրոնական բանկից, պետք է համապատասխան թույլտվություն ստանան, որպեսզի կարողանան օրինակ մինչև 300,000 դրամը կանխիկ աշխատել, 300,000 դրամից բարձր անկանխիկ եւ մեր առաջին գործողությունները այս պահին ուղղված են այդ ուղղությամբ։ Իր խոսքը պետնախագահն ամփոփում է շնորհակալություն հայտնելով հարկ վճարողներին։ Շողեր Ղլիջյան, Կարապետ Կարապետյան, Արմալուր։